Հրապարակի հարգելի հետևորդներ, մենք գտնվում ենք Կոնդում, Կոնդ թաղամասում, կարելի ասել սկզբնամասում, եւ իմ զրուցակիցն է կենտրոնի նախկին թաղապետ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը։ Մենք այս ընթացքում նպատակ ունենք շրջելու Կոնդով, հասկանալու Կոնդի ճակատագիրը ինչ է լինելու, որովհետև Կոնդը վերակառուցելու կամ կառուցելու ինչ-որ նոր նախագիծ է ներկայացված։ Հիմա սա եմ ուզում ձեզ ցույց տամ։ Հիմա նայեք, այս սիրունությունը։ Հիմա սա դեռ այն ժամանակ, արդեն սա ինքը անօրինական կառույց էր։ 90-ականներին է կառուցվել։ Սա անօրինական։ Հիմա իհարկե սա համար պետություն ապամոնտաժելու, բայց հիմա դա անգամ դեմ է որ պետությունը գա, որովհետև սա ընդհանուր պետք է հասկանում եք հայեցակարգային լինի Կոնդը։ Որ մենք ուզում ենք հենց Կոնդում ստեղ շատ արժանի պարոն Իգնատը ցավոք ոնց որ քան տարի առաջ մահացավ։ Լավ մարդիկ է, մեծ մասը փակ են տները։ Ստեղ կա մի տուն, որ կարելի է նայել, բայց չանհանգստացնենք։ Հիմա նայեք, մենք այս շարը կորցրել ենք, այս ձևը։ Մենք չենք իմացել մենք հայերս։ Սա ավելի պարսկական ժամանակաշրջանի է։ Այդ ժամանակի է դա։ Բայց նայեք, որ տակը տուֆ է։ Այո։ Սա նայեք, հետո մենք մի հատ որ հեսա գնանք դեպի մսկիթի կողմ, կասեմ հիմնականում մասնագետը։ Դա տակը տուֆ է եւ հայկական ճարտարապետությունն է ներքևը, այո, վերևը իսկ սա գալիս է նրա մասին։ Սինթեզը արված է։ Որ նույն երբ որ ժամանակին, երբ որ շատ գորգ անգամ ցավում է որ հայերն են դրա մասին խոսում էլի։ Սա եղել է իհարկե եղել է որը ժամանակ, եղել է ինչ պարսկական տիրապետության, բայց մինչև այդ չեն այդ մարտի, որտեղ սա եղել է հայերի ամենալավ թաղամասը ապրելու։ Պարսկական խանություն է եղել, ոչ թե թուրքական կամ թաթարական կամ ազերիական։ Երևանում եղել է պարսկական խանություն։ Այո։ Բնական է, պատմությունը պատմական փաստ է, որ մեր հարևանները փորձում են չարաշահել, հասել մերն է, ձերը չի։ Եղել է որոշ ժամանակ պարսկական խանություն, պարսկական տիրապետության տակ, պատմականորեն։ Այս փոքր կտորը, սրանք տալիս են մեծ մասը սա վարձով են։ Հիմա պատկերացնում եք ինչքան լավ կլինի օրինակ երիտասարդության համար շրջաններից գան կամ նույն երիտասարդ ընտանիքները, եւ էլ չեմ ասում արվեստագետները, չեմ ասում արվեստանոցները, սա պետքա բերես սարքես, ինքն ինչ որ ավելի մշակութային այդ բան պետքա ունենա, էլի ոնց որ միջավայր պետքա լինի։ Դրա լավագույն օրինակը, օրինակ բանն է։ Պուշկինի փողոց Աբովյանից մինչև Դոլմամայի հատվածը, հա, Սախարովի հրապարակ։ Ոնց ենք աղ, հիմա սա լավ են կողմով եկեք գնանք։ Նայեք, սա որ եզակիներից հա որ արել է։ Շատ լավ մարդիկ են, բիզնես են սկսել, բայց նայեք, այս պլաստիկան վերացալ գորգեր։ Սա գիտեք այս եմ ուզում ասեմ։ Եթե չլինի այդ միասնական գրասենյակը եւ այդ հայկական խորհուրդը, հիմա ոճերը խառնելու են, այսինքն իրանք վնաս են տալ, բայց այդ մարդկանց մեղադրելու չէ, այդ մարդիկ այդ ճաշակը, այդ կրթությունը, հա, հասկանում եք, նաեւ մարդիկ հասկացել են տուն, որ ուզում են իրենց գույքը օգտագործեն։ Մեծ մաս օրինակ դրսից եկել են, բարև ձեզ, ինչպես եք։ Հեսա նայեք, պլաստիկան, չէ, այս ղամիշները ինչ կապ ունեն Կոնդի հետ։ Այսինքն այն ինչ որ կամ այս պլաստիկան ինչ կապ ունի։ Այսինքն նույն դիզայնը կարա ներսը սուբյեկտիվ օբյեկտիվ հարց կա, մարդը տունը ոնց ուզում անի, պետությունը չի կարա խառնվի։ Ինքը թող որոշ, եթե գտնում են ոչը, բայց անգամ խալիներից սկսած, հա, լավ եք։ Այս խալին տեսանք։ Իրանք շատ լավ նկուղ ունեն, բայց էլի օրինակ գնացել են, տեսել օրինակ կենտրոնում շատ տեղի հին ռադիոներ, չգիտեմ, բայց իրական Կոնդի հետ ռադիոն կապ չունի։ Որտեվ Կոնդի պլաստերը շատ ավելի հին է, քան միջև ռադիոն։ Այո, իհարկե։ Այդ դա պետք է, բայց դա պետք է այս մարդկանց օգնել։ Գիտեք, միակ լավ քննարկումը եղել է 18 թվականին մշակույթի նախարարներ Ղարիբյան Տիկինը Հարգարժան անունը մոռացա։ Տիկին Ղարիբյանի մոտ մի հատ քննարկում եղավ։ Մոտ 20 հոգանոց, երևի եզակի իրականում իրանց բան ներկայացող մասնագիտական քննարկում այդ ժամանակ եղել, չգիտեմ դա սղագրությունը կա, բայց այդ ժամանակ նաև ամենակարևորը մենք քննարկում էինք, որ դա պետք է նաև բաներ, արխեոլոգիական, հնաբանական այդ շուրֆեր պետք է բացվի, որտեղ մարդ կա, որ հիշում է, օրինակ մենք գրած ունենք, որ Ֆրանսիայից մեկ եկել է, որ ասել է 18-րդ դարի 1700-ական սկզբին, ես հիշում եմ, ասես մի հատ աշտարակ, մեկը ասում է, այս ինչ թվականին, մեկը ասում է
Բայց այդտեղ մեկը գիշեր մի գիշերվա մեջ բռնե քանդել են, տեսել են պետությանը չեն ասել, գարաժ են սարքել կամ տուն են կառուցել, որտեղ տղեն ամուսնացել էր։ Բայց հիմա արդեն իսկ ի տարբերություն Ֆիրդուսի կոնդի մեծ մասը դեռ սովետական միության ժամանակ արդեն համայնքային էր, պետական էր։ Կոնդեցիների մասը հետո հետ են եկել, բարձ ասեմ։ Դա կա։ Հիմա այս մարդիկ միշտ են ապրել այդտեղ, որտեղ հատկապես այն կողմից արդեն Պարոնյան փողոցն է, իրենց տնտեսությունն է, հողն ունեն, շատ ներողություն, Ջրբաշյանի տուն, որն էր Ջրբաշյանից տուն։ Սա։ Հա, սա մեր։ Հա, սա Ջրբաշյանից տուն էր, այստեղ, այսինքն նայեք, իսկ ինձ համար, ոնց ասեմ, հայկական այս լավա որ գոնե մի քիչ մոտ սփռոցներ են դրել։ Հիշում եք, առաջը շատ ավելի վատներ են, որ ընդհանրապես մեր հետ կապ չուներ։ Սրանք մի քիչ ավելի, մի քիչ մեր գորգեր, բայց սա օրինակ, սա էլ հայկական գորգեր չեն։ Բայց գոնե մարդիկ հասկանում են, որ գորգը ինքնության մաս է։ Հասկանում եք։ Հիմա խառնած է, ես մի քիչ միտքս փորձում նենց ձևակերպեմ, Ուսիկ ջան, որ անգամ նաև կոնդեցիները, երևանցիները հասկանան, որ սա չի կարելի թողել միայն կոնդեցիների ուսին։ Այստեղ պետքա դիզայներներ բերվի, թիմ պետք է աշխատի։ Օրինակ Պոլիտեխնիկ ինստիտուտի վերջերս դիզայնի ֆակուլտետի բաժնի դիպլոմային աշխատանքում հանձնաժողովում էի, տաղանդավոր երեխեք կան։ Ճիշտ դիպլոմային աշխատանքներ նշանակենք, նույնը համոզված եմ ճարտարագիտականում, նույնը տարբեր տեղեր։ Շատ դիզայներներ կուզենան ամեն մեկին 10, ասես վերցրեք դիզայներներ, քաղաքային պլանավորողների, ճարտարապետների հետ, հա, մի հատ քննարկենք, եկեք տենց ամեն մի քանի հասարակական զոնաներ։ Պատկերացնում եք, կոնդեցին անգամ այգի չունի։ Էլ չեմ ասում, պարզ է, որ մենք ասեցին գրադարանը չկա, փակվել է դպրոցը, մանկապարտեզը, չգիտեմ, զուգարանը, բաղնիքը, բայց դրանք հասարակական, ոնց ասեմ, հասարակական ընդհանրապես կենցաղը պահելու մշակույթը եւ սոցիալիզացիայի շատ կարեւոր մասեր են ժամանակազրում։ Հիմա չկա դա։ Դրա համար դարավ գետո։ Նայեք, Վիկտոր Ներսը նկարենք սենյակը։ Ես եղել եմ, դուք ամեն շատ հյուրընկալ եւ շատ մարդիկ են։ Հա, դուք կարող նկարեք ես հովիկ։ Ռեպորտաժը կոնդի մասին։ Ես հովիկ անստեմ։ Բարև ձեզ, եկել ա տիկին նառան։ Ահա, արի իսկականից։ Տես, հատակով, բանով, հլա։ Ահա, տես։ Տես, Ներսը, ահա, ամբողջը, ինչ էլ բան է, ինչքան էլ բարձր է, չէ եղել ժամանակին, բարձր սարքված։ Այո, և կահույքից սկսած հնությունը պահվում է պատերով, ամեն ինչով։ Շատ եմ սիրում, պահպանում եմ, այս նկարները իմ ամուսնու նկարները ճիշտ այնքը չկա, բայց իր նկարներն էլ կցրել եմ։ Նկարիչ էր ձեր ամուսինը։ Ոչ, փորագրիչ էր։ Փորագրիչ էր, այո։ Աշխատում էր հայ-էլեկտրոգործարանում ինքը։ Այո։ Որպես փորագրիչ, բայց սիրում էր նկարել։ Հա։ Եվ ուղղակի դա ձերքի աշխատում։ Այո, շատ լավ է։ Այս է սեղանն է հնություն։ Այո, նայի։ Նայեք։ Նայեք այս սեղանը։ Այս երկու Աթոռները, սրանք արժեքներ են, մշակութային արժեքներ են։ Այս ծերն ու այն ծերը իրար հետ, փոքր սեղան էր ժամանակին, երկու հատը միացրեցինք, շատ քաշում ա, եթե քաշենք, էլի մի հատ է սա ինձ կտեղավորում։ Հա, շատ լավ է, սա բան է, ասում եմ, մշակութային արժեքներ են սրանք։ Այո, բոլորն են։ Եվ դաշնամուրն էլ էին։ Ամուսինս մեծ խումբ ղեկավար էր, ռոբոտիկների, ինքն էլ ղեկավարն է եղել, համակիրը տվել, առաջի տեղն է գրավել։ Որ թվականի է դաշնամուրը։ Երևի տեղը թիվը գրած կոմ, ճիշտ է։ Հա, բայց հին է։ Շատ հին է։ Հա, մի 100 տարուց ավել։ Լավ։ Երևի այս ջահնային եկեք նայեք։ Հա, արի ջահնել նկարենք։ Օ, լնայի։ Ինչ լավ տեղ եկանք։ Բոլորն են նայում գնում։ Այս ջահն էլ է շատ հնություն, այս պատիպեչն Վառարանը, այո։ Ես պահպանել եմ են ինչ կարող։ Դուրը։ Ես ինքս հնություն շատ եմ սիրում։ Հա, ես էլ։ Դրանք արժեք են, այդ ամբողջը արժեք է։ Պահպանել եմ այս ինչ որ կա, ես տեղ ասեցի, չէ, հարց եմ եկել։ Այո։ Այս ամբողջը պահպանել եմ ու միջև հիմա էլ պահպանում եմ։ Շատ լավ է, դռները ամեն Շատ ինչը։ կարող ավելացնեմ, բայց չեմ։ Չէ, չպակասեցնեք ամբողջը։ Սա փաստորեն հոսանքից առաջ է այլ ջահը։ Գնդի մեջ նավթն է լցվում։ Ա։ Վառում էր,
իսկ այս կողքերն էլ Այո, մինչև այսպես ասած էլեկտրականություն լինելը, այս ջահը գործել է մոմերով, նավթով կամ ձեթով, ով գիտի, հա։ մոմերով։ Հա, մոմերով, այ ես բան։ Հետո որ բան եղավ, արդեն փողը հոսանքները եղավ, արդեն վերափոխվեց։ Տես ինչ հնություն է։ Կարող եմ պատվառնել ցույց տալ։ Հա, գնանք տեսնենք էլի, որ եկել ենք մենք մեր նպատակն է ցույց տալ կոնդը ներսից ու դրսից, հասկանալ այդ պատմամշակութային այդ գեղեցկությունը, այդ պատմական ժառանգությունը գոնե պահպանվի, ինչ որ չափով չավերվի, չոչացվի։ Մեր նպատակը ռեպորտաժի հենց դա է։ Վերակառուցել, բայց ինչպես եք վերակառուցում, սա է։ Մենք մտնենք նկուղ, իջնենք կոնդի պատմական նկուղներից է։ Այս կամարատիպ, դալանատիպ կարելի ասել, այսպես առաստաղով հին նկուղն է։ Սա մոտավորապես մի 200 տարվա շենք կլինի, դիտ կա կոնկրետ թիվը 1800, հաստորեն 200 տարուց ավելի, այո, շենք է, այսքանն այսպես նկուղ է, այնպես դուրս է գալիս բակ, նկուղի մյուս սենյակն էլ նկարենք, լավ զով նկուղ է, պես մեր հեռուստադիտողին ցույց տանք, գինու տակառը, այո, տակառիկը։ Հրաշք։ Սամավարը, հա։ Ո՞տ էս քանի հատ էլ կա հնությունները, այո, դուք ամբողջ հնությունները պահել եք, պահպանել եք ձեր, այո։ Սենյակի բաներն է։ Ահա, մենք պահենք, թող տեսնի մեր հեռուստադիտողը։ Եվ գիրքը, ահա։ Սա պետությունն է ձեզ նվիրել, որպես հնության պահող, պահպանող, նաև բնակիչ հին շենքի կոնդի, այո։ Ում տները հնություններ պետությունը մեզ տվեց, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, 3 լեզուներով։ Ահա, դահոլը նույնիսկ։ Հին մեքենագրական, հա, ես սրանց վրա գրել եմ, այս տիպի։ Կեսուրս գրում էր կեսարի սար, որտեղ նա աշխատում էր հայ էլեկտրոնային ճաշարանների տրեստից իլեկտրոնից։ Մինչև համակարգիչը, այսպես ասած, տարածվել է, ես իմ գրածները հավաքում էի մեքենագրական, հա։ Գրողի համար առաջին հարստությունը մեքենագրական բաններ, հա։ Գրամեքենաներ, այսպես ասած, գրամեքենա։ Մերոնք վանեցիներ էին։ Ես էլ եմ վան արմատներով մի մասս վանից է, ես էլ եմ վանում եղել Աղթամար կղզում։ Ես էլ գնացի, Սուրբ Հաչում, այո։ Նկարը բերեցի, ամուսինս նկարեց, մեծացրեց, որ Ահա։ պահպանվել է ամեն ինչը։ Շատ լավ։ Խոսքով ամեն ինչը պահպանվել է։ Այո, լվացարանը։ Սա ոչխար խուզելու համար էր, հա։ Երևի, ճիշտ ասած չգիտեմ։ Հա։ Իսկ այն թել էին անում, ինչ էին անում, այն ժամանակ թելերն էին։ Հա, թելի բաններ են գզում էին, այդպես ինչ էր սա կոչում, պահիտակ մոռացա, չէ, իլիկը չի, բաններ, մոռացա պահիտակ անունը։ Ինքան քիչ ենք օգտագործում, մեր մոռանում ենք։ Մի խոսքով ունեմ, ամեն հին բան ինչ կարողացել եմ, ինչ բախտին ստեղծվել է։ Այդ բուրդը դրանով գզում էին, մաքրում էին, հետո իլիկով վերածում էին բրդյաթելի, այո։ Այո, այստեղ տաք է ձմեռը բնականաբար։ Ամառանն էլ հով։ Ամեն այսքան պատմությունը։ Հրաշք է։ Լավ։ Այսպեսով հրաժեշտ տանք նկողին։